Վեդիում կատարվածի անչափահասների նկատմամբ սեռական բռնության գործի, նաև Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի և դրա իրավական զարգացումների մասին այս պահին զրուցելու եմ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Մարտիրոսյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Տիկին Մարտիրոսյան, տեսնում ենք, որ Վեդիի դեպքը միակը չէ, բայց մեծ հնչողություն է ստացել հենց Վեդիի դեպքը։ Ինչ կատարվեց, ինչ բացահայտվեց, խնդրում եմ պատմեք ամենասկզբից։ Գանք ամենասկզբից։ Ամենասկիզբը գոնե թե մեզ համար դա մայիսի 2-ն էր, երբ որ մենք տեղեկացանք մայիսի 2-ի գիշերը, որ տեղեկացա, որ Վեդիում ինչ-որ դեպք է տեղի ունեցել, մանկապարտություն, որը իրավապահ մարմինների կողմից կոծկվել է։ Իրականում, որ անկեղծ ասած, ես ինքս լինելով 20 տարի փաստաբան, ես մի պահ մտածեցի, որ դե լավ, երևի ինչ-որ մի բան ուռճացված է։ Ասում եմ, դե չի կարող, ոնց կարա տենց բան լինի։ Ամսի 3-ին արդեն հանդիպելով երեխաներին, հարազատներին, արդեն դեպքի մասին լսելով իրենցից, որպես իրավաբան այդ ամեն ինչը ուսումնասիրելով վերլուծելով, ինչա պարզ դառնում։ Այո, պետք է ընդունենք, որ այս ահասարսուռ դեպքը կոծկվել է։ Կոծկվել է, ես չեմ կարող ասել, որն էր դրա նպատակը, միգուցե նպատակը իմ կարծիքով, նաև իմ գնահատմամբ, պետությունը փորձում է հանցագործությունների աճ կոծկել, որովհետև մենք շատ լավ բոլորս էլ տեսնում ենք, որ այս պահին մենք ունենք հանցագործությունների աճ։ Մենք ունենք իրական հանցագործությունների աճ եւ ունենք արհեստական հանցագործություններ, ինչ-որ ստից բաներ, որոնցով որ ռեսուրս է ծախսվում, այ չեմ ուզում դրան անդրադառնալ։ Վեդի դեպքը ինչ պարզվեց, դեռևս սույն թվականի փետրվար ամսին երկու քույրերից մեկով 15-ամյա աղջնակի մասով հաղորդում է ներկայացվում հանցագործության մասին, հաղորդումը ներկայացնում է հայրը։ Հաղորդման առիթը հանդիսանում է դպրոցի աշխատակազմը, տնօրենը, ովքեր որ կասկածելի հանգամանքներ են բացահայտում կապված ճակերտավոր բարերարի հետ։ Հեռախոսազրույց։ Այո, հեռախոսազրույց, զանգեր, բարերարի կողմից ուղղված 15-ամյա երեխային սպառնալիքներ ներառող եւ որոնց մեջ նաեւ կար տվյալներ, որ իրեն հայտնի է, թե ինչ է իր հանդեպ արել Դավիթը։ Դավիթը մենք խոսում ենք այն 62-ամյա տաքսու վարորդի մասին։ Այսինքն այս գործով մենք ունեինք ուրեմն ինչ էր 3 անձ, մեկ բարերար, մեկ 62 տարեկան Դավիթը եւ ոմն Արթուր։ Փետրվար ամսին որ ներգրավեց գործի մեջ։ Այո։ Երրորդ անձը։ Չէ, երրորդ անձս մի քանի օրը հետոն ամենավերջում Վարդգեսն էր, որը որ դատարանը խափամիջած երրորդ անձը հենց Վարդգեսով էր, բայց առաջին հաղորդումը եղել է Վարդգեսով։ Հիմա այստեղ պետք է հասկանալ, թե հաղորդումը ունենալուց հետո ինչ կատարեց, այսինքն ինչ արեց իրավապահ մարմինները, պետությունը ինչ գործադրեց այս հանցագործության բացահայտման ուղղությամբ։ Ոչինչ, Սվետլանա ջան, ոչինչ չեն արել։ Ունենալով իրենց մոտ տվյալներ, որ երեխայի նկատմամբ ինչ որ բնույթի, սեռական բնույթի ոտնձգության փաստեր կան, իրավապահ մարմինները քրեական վարիք նախաձեռնում են իհարկե, վարիք նախաձեռնելուց հետո, երբ որ ակնհայտ երեխայի հետ երբ որ շփվում ես, դու տեսնում ես, այդ պետք չի դրա համար հատուկ մասնագիտական գիտելիքներ, երեխան ունի ակնհայտ հակառակ սեռի նկատմամբ դրսևորված վախ։ Երեխային ներկայացնում են դատաբժշկի, երեխան բնականաբար դատաբժիշկը տղամարդ, երեխայի մոտ հիստերիա, լաց, վախ, արձանագրվում է, որ երեխան հրաժարվեց։ Այդքանով բավարարվում են։ Փետրվար ամսից որևէ օպերատիվ միջոցառումներ չի իրականացվել։ Ինչա բերում դրա հետևանքը բերում է դեպքերի կրկնության։ Բերում է հանգեցնում է նրան, որ ապրիլ ամսին մեծ քրոջ նույն ընտանիքից երկու երեխայի մասին ենք խոսում, մեծ քրոջ մասով էլի դպրոցը սկզբից դա նկատում է դպրոցի հավաքարարը, այնուհետև աղմուկա բարձրացնում, դպրոցի տնօրենն է միանգամից դրան արձագանքում, որ նկատում են, որ երեխային ինչ որ հավաքարարը նկատում է, որ ամեն օր ինչ որ տարօրինակ մեքենա է գալիս, նույն մեքենան գալիս է, ինչ որ էս երեխային տանում է, բերում է, եւ այդ օրն էլի գալիս է, որ պետք է երեխային ուզում է հերթական անգամ նստեցնի մեքենան, երեխան չի ցանկանում, սա ինչ որ փողոցում է բռնությամբ նստեցնի։ Աղմուկա բարձրացնում, սա ներկայանում է իբրև թե հոր ընկերն է,
ինչը պարզում են, որ տենց բան չկա, այդտեղից գծիկը քանդվում է, դա լինում է ապրիլ ամսին արդեն։ Ապրիլ ամսին հաղորդումը կա, տվյալը կա, ցուցմունքները կա։ Երեխան պատմում է իր հետ տեղի ունեցածի մասին դպրոցի հոգեբանին, պատմում է տնօրենին, այսինքն արդեն բավարար բան ունի։ Ոչինչ չի ձեռնարկվել, ոչինչ։ Երբ որ ես արդեն ներգրավեցի դա ամսի 5-ն էր, երբ որ գնացինք քննչական, իմ առաջին հարցն էր, լավ, ինչքան էլ քաղաքացուց ճշտես, բայց ամեն դեպքում, հա, հարցնում եմ, երեխաների հագուստները առգրավել եք, ոչ։ Լավ, երեխաները նշել են, չէ, որ այդ դեպքը մեքենայի մեջ է տեղի ունեցել։ Մեքենաներն ուր են։ Մենակ մեկինն է տարվել հատուկ պահպանման գոտի, փորձաքննություն նշանակվել է, դատահետքաբանական կա եւ այլն, ոչ։ Լավ։ Թվային խուզարկություն, հեռախոսներ առգրավվել է, ոչ։ Պատկերացնեք, ես խոսում եմ գործողությունների մասին, որոնք որ առաջնային կատարման ենթակա էին։ Այսինքն պետությունը ուներ պոզիտիվ պարտականություն, մենք ստեղ գործ ունենք անչափահասի նկատմամբ տեղի ունեցած հանցագործության մասին, որը իրենից պահանջում է եւ ինչ հանցագործության տեսակա, այնպես չէ որ գողություններ կամ չգիտեմ վիրավորանք հասցնել էր, հա, մենք խոսում ենք մի հանցատեսակի մասին, որը որ հատուկ ջանասիրություն է պահանջում, որ դու գործողություններ կան, միջոցառումներ կան, որ դու իրավունք չունես դրանք հետաձգես կամ անտեսես։ Հակառակ դրան որևէ բան չէր կատարվել։ Որևէ բան չի իրականացվել, չի կատարվել, ասում են երեխաները այս գործով քննչական կոմիտեն ինչ որ հաղորդագրություն էր տարածել, ասում է, այ չեն կարել, որովհետև երեխաները տվել են իրարամերժ ցուցմունք։ Ու նաև ճիշտն ասած ինձ համար շատ անընդունելի նշում են, թե երեխան ունի մտավոր հետամնացություն։ Ստեղ բացի են, որ էլ եմ ասում, անընդունելի է նման տվյալի հրապարակումը, միևնույն ժամանակ հարց առաջանում, ասում ես, բա եթե դու տենց տվյալ ես հրապարակում, իսկ ինչու չես ասում, բա այդ դեպքում դու ինչ ես արել, հատուկ ինչ միջոց ես ձեռնարկել այդ երեխայի հետ աշխատելու, եթե տվել էր իրարամերժ ցուցմունք, չէ՞ որ դու ունես գործիքակազմ, այդ ցուցմունքով չէր որ դա պիտի պարզվեր, դու ունես լայն գործիքակազմ, որով կարող էիր հանցագործությունը բացահայտել։ Ինչ ես արել, ոչինչ չի արվել։ Երեխաների հետ չի աշխատել հոգեբան։ Տարել են ձևական ֆորմալ, այսինքն ձևը պահպանելու համար, բացել են հարցաքննության բլանկ, իբրև արձանագրություն, հեսա գրեցինք, վայ, գիտեք ինչ կա, այստեղ հակասություն կա, անտեսել է, որ երեխան նաև օրինակ փորձագետի մոտ է արտահայտվել, այստեղ արտահայտվել, այնտեղ արտահայտվել, հա, ու գործը դնում են այն կողմ։ Գործը դնում են այն կողմ, էլի եմ ես ասում, այսպես տարբեր, հա, կարային քվարկասներ լինի, որ մեկը, որ կներեք ժողովրդի լեզվով ասած, դե անտեր ընտանիքա ով է իրենց հետևից գնացող, հաջորդիվ դե ինչի հանկարծ սրա մասին խոսենք, թող այս տվյալը գոնե փակվի, որովհետև այո, դուք շատ ճիշտ նշեցիք եւ դա ընդունեց պաստորեն գլխավոր դատախազը, որ այո, դեպքերը շատ են։ Ու հիմա դուք չեք պատկերացնի, այս վերի դեպքի բացահայտումից հետո, հրապարակայնացումից հետո հենց ինձ ինչքան շատ են դիմում։ Գիտեք, մարդիկ սենց վախեցած անհատական հաղորդագրություններ են ուղարկում, որ այ գիտեք, ինչ Տիկին Մարտեսյան, այս ինչ տեղնել է, սենց բան եղել տարիներ առաջ, այն ինչ տեղնել է եղել։ Ու այս ամեն ինչի լույսի ներքո, գիտեք, ես անդադ ասում եմ, այս երկու քույրերը ինձ համար ոնց որ սիմվոլի, էտալոն դարձան, իրենք էտալոն դարձան, այդ երեխեքի համար այնքան դժվար էր նորից անցնել այս ամեն ինչի միջով։ Դուք անցամբ հանդիպել եք երեխաների հետ զրուցել։ Բա իհարկե, ես առանց իրենց հետ զրուցելու, ես դրա մասին մենք ուղղակի չէինք խոսի։ Առաջին օրը հենց ամսի 3-ին, երբ որ ես իրենց հետ զրուցելուց հետո սենց զանգում եմ Վարդուն Էլբակյան, մյուս փաստաբանին գործընկերուս, ասում եմ, Վարդուի, դու չես պատկերացնի, ինչ է, ասում եմ, դու ուղղակի չես պատկերացնի, որտեղ իրոք, ես ասում եմ, երեխեքը խոսում էին, ես սարսափում էի։ Իսկ երեխաներին բերել հասցնել, որ երեխաները համաձայնվեն խոսեն, դա այդքան հեշտ չէր։ Մենք գործ ունենք ստրես տարած, հոգեբանական շատ ծանր վիճակում գտնվող անպաշտպան պետության կողմից անտեսված երեխաների հետ։ Երեխաների հետ մենք աշխատել ենք, որ կարողացել ենք բերել հասցնել մեզ վստահելու մակարդակին։ Երբ որ ամսի 5-ին, եթե կհիշեք այդ օրը, քանի որ արդեն նաև Սյուզիներ Բադոյան, նաև Հայկներ, կարծեմ TV5-ից Հայկը լուսաբանում էին հենց վեդու քննչականի մոտ այդ ինչ որ այնտեղ տեղի էր ունենում, հա, երբ որ մենք առաջ էր գնացինք քննչական ու
դե թող գա բան դուժողը լրացուցիչ հարցաքննվի, դուժողը առերես պնդի իր ցուցմունքում ենք ցենց համաձայնվեցինք երեխային այդ ծանր վիճակում տանենք 3 անգամ նորից այդ գործողությունների միջով երեխան անցնի, մենք ինչներ որ ասում ենք այ ուզում ես ինքը իրենք ուրիշ բալիկների էլ ցենց ցավ պատճառեն ասում է ինչ է ու հարցունքները գնում էր երկուսի աչքերից էլ մենք խոստանում ենք, այսինքն ես ու Վարդուհին խոստացել ենք այդ երեխաներին, որ իրենք կպատժվեն իրենց պատճառած ցավի համար։ Ու այդ երեխեքին դա էր, հասկանում եք, այդ 17-ամյա երեխան, որը համաձայնվեց այդ օրը 3 անգամ նորից անցնել այդ ամեն ինչի միջով, պատճառը այն էր, որ ուրիշ բալիկների ցավ չպատճառի, եւ որ իրենք կպատժվեն, եւ որ իրենք էլ կյանքում չեն տեսնելու դրանց։ Չեք պատկերացնում ոնց են վախենում։ Ուղղակի չեք պատկերացնի։ Ու այդ ամեն ինչից հետո, երբ որ իսկ առերեսումից հետո տվեց առերես ցուցմունք, պնդեց առերես ցուցմունքի ժամանակ, ինչպես թե ինչ են արել, այնտեղ մեկը Դավիթը, քանի որ Դավիթը 2 քրոջ նկատմամբ էր արել։ 2-ի հանդեպ էր արել։ Եվ քույրը ցուցմունքում նշում է, պնդում է ցուցմունքը, որ այո, իմ նկատմամբ է, քրոջս նկատմամբ է։ Դուք պատկերացնում եք մի հատ իրավիճակ, 17 տարեկան երեխան պատմում է, որ ինքը ոնց է ուզեցել քրոջը օգնի, իր աչքի առաջ է եղել ու չի կարողացել։ Պատկերացնում եք ինքը ինչ ստրես է տարել։ Ու այդ վախը, այդ սպառնալիքները, որ հնչեցրել են այդ երեխաներին։ Գործողություններից հետո մենք արդեն գիշեր ժամը 11-ն է ու երեխան գիտակցում է, որ մանկապիղծը ազատ արձակվելու բաժնից։ Դուք գիտեք այդ ինչ էր։ Այդ երեխու համար ես չգիտեմ դա որորդ ստրեսներ, որ ինքը տարավ, մենք դուրս ենք եկել քնչական բաժնից, ինքը այդ գիտակցումից, որ նա էլ հեսա պիտի դուրս գա ու գնատուն, ինքը այնպես փաթաթվել էր մեզ ու լացում էր մենակ։ Այդ երեխեքը դարձան էտալոն, որ պիտի բարձրաձայնվի, որ անթույլատրելի է եւ պիտի պատժվեն նմանատիպ եւ ընդհանրապես հանցագործությունների եւ առավել եւս նմանատիպ հանցագործությունները կոծկող անձինք։ Հասկանում եք, որևէ ձևով չի կարող արդարացվել այն անգործությունը, որը որ դրսևորել է ոստիկանությունը, որը որ դրսևորել է քաղաքապետարանի խնամակալության հոգաբարձության մարմին ունեն, որը նստած է իր աշխատավայրում եւ ինչ որ դեպքից հետո մարզպետարան, քաղաքապետարան, քաղաքապետ ունեն, որը բոլոր գործերով ինչ որ որոշում էր, որ հայտարարություններ եւ դիրքորոշումներ պետք է գնահատականներ պետք է արտահայտեր, չգիտես ինչի էս գործով ոչ մի գնահատական դեռ չարտահայտեց, չքննադատեց, չասեց իր դիրքորոշումը, հա։ Այն անգործությունը, որ իրենք դրսևորել են, անգործություն, որը դրսևորել էր քննչականը, սա անթույլատրելի է եւ պիտի պատժվեն, որ նմանատիպ դեպքերը չլինեն։ Իսկ հանդիպել եք ընտանիքի անդամների հետ, եթե հավաքարարը դպրոցի նկատել էր այդ երեխաներին ուղեկցելը, տանել բերելը, ընտանիքի անդամները չէին նկատել, չէ՞ որ 62 տարեկանը հենց իրենց ընտանիքի վարորդն էր։ Ցավոք սրտի, վարորդ ասելով, գիտեք ինչ, չէր կարող լինել վարորդը, որովհետև ընտանիքը այդ նյութական ապահովվածությունը չուներ, որ վարորդ պահեր, հա, այսպես ասած։ Վարորդ տաքսու վարորդը իրենց հարևանը, ով ամեն օր եկել է իրենց տուն, ինչ որ կինը ասում են այդտեղ մոտ աշխատելիս է եղել, պատճառաբանել է, որ սպասում ինչ որ կինը աշխատանքից դուրս գա, որ վերցնի գնատուն, հա, այսինքն ինքը որոշակի հարաբերություն է ստեղծել։ Նայեք, առաջինը ճակերտավոր բարերարը, այսա պարզման ենթակա է, թե բարերարը որտեղից հայտնվեց, ոնց իմացավ այս ընտանիքի մասին եւ տենց էլ քանի ընտանիքների էին բարեգործություններ արել։ Բարերարը կոնկրետ առնչություն է ունեցել 15-ամյա քրոջ հետ, այսինքն բոլոր գործողությունները եւ այսօր են մեղադրանքը ճիշտ ասած, որը որ առաջադրված է, ես վստահ եմ եւ հույսով եմ, որ դա հետագայում կփոփոխվի, որովհետեւ դեռ տվյալներ, որոնք որ մենք ունենք, շատ ավելի իմ մասին են խոսում, քան այս պահին, որ իրեն մեղադրանքը առաջադրված է։ 15-ամյա քրոջ նկատմամբ է կատարել, երեխայի նկատմամբ է կատարել։ Դավիթը, որը որ տաքսու վարորդն է, ինչպես նշեցի, եւ 15-ամյայի եւ 17-ամյայի։ Արթուրը, որը որ այդ դպրոցի մոտից ամեն անգամ 17-ամյա աղջկան տարել է, հա, մենակ 17-ի նկատմամբ է կատարել։ Ոնց է եղել, այս 10-վավանին Արթուրին ընտանիքը չի ճանաչել։ Սա ընդամենը երեխային ներկայացել է որպես հոր ընկերնա, առաջարկել է առաջի անգամ հենց առաջարկել է տուն տանել դպրոցից ուղեկցել երեխան վստահել է նստել է մեքենան այդտեղից է սկսվել ամեն ինչ հետո արդեն հետևում է վախը
Վախը, սպառնալիքները, որոնք որ երեխաներին ուղղվել են, որ հանկարծ դրա մասին ոչ մեկ չի իմանա։ Նույնը եղել է Դավիթի կողմից երկու քույրերին։ Այն մինչև անգամ որ sense կոկորտներին էլի հանկարծ չփորձվեք պատմեք։ Այս վախի ազդեցությունը եղել է։ Ընտանիքը այո չի նկատել։ Ընտանիքը հայրը, մայրը, չէ՞ ամեն առավոտ աշխատանքի գնացող սխեղճ ընտանիք են։ Չեն իմացել։ Իմացել են, երբ որ արդեն եղել է դպրոցի ահազանգը բարերարի մասով եւ հաջորդ ահազանգը, որ ով է այս անձնավորությունը։ Իսկ մենք իմացել ենք դրա մասին եւ այս ամեն ինչը, ոնց որ ջրի երես դուրս եկավ Սյուզի Բադոյանով։ Եթե Սյուզին չունենար այս տվյալները, Սյուզին չստանար եւ չբարձրաձայներ, մենք ուղղակի այս գործի մասին չէինք իմանա, բարերարը կշարունակեր իր բարեգործությունները այլ ընտանիքներում, որը ես էլի եմ ասում, ես երբ որ սկսեցինք մենք այս կծիկը քանդել, մեկ ես ու արդեն որ խոսում ենք, ասում ենք, «Էլ չենք ուզում, մեզ վախացնում է դա»։ Որովհետև այդ կծիկը ես արդեն էլ չգիտեմ ինչև ուր է տանելու։ Բա լավ, այս երրորդ տղամարդը, որը դպրոցի բակ էր գալիս, ո՞նց իմացավ երեխաների մասին։ Դա բացահայտվել է։ Դա դեռ չի բացահայտվել, պետք է ասեմ, դա դեռ չի բացահայտվել։ Այս մասով, եթե առաջի օրը մենք ունենայինք, նայեք, փոքրիկ քաղաքավեդին։ Վեդում հայտնվում է բարերար, օրինակ, չէ՞։ Ինչ պետք է անեին ոստիկանության։ Ունի ոստիկանությունը օպերատիվ բլոկ, ճիշտ է։ Օպերատիվ բլոկը պետք է տեսնես, չէ՞, ամեն Կիրակի ինչ որ մարդ է գալիս։ Մարդը գալիս է մի ընտանիք, որը խոցելի է, որը պետք է այս քաղաքապետարանի համապատասխան բաժնի ուշադրության ներքո լիներ։ Պետության ուղիղ հոգացության ներքո լիներ։ Ամեն Կիրակի ինչ որ մեկը գալիս է իրենց տուն, որտեղ հետաքրքրվեին, չէ՞ ով է։ Իսկ որ հետաքրքրվեին կպարզվեր։ Մեզ համար այդ հետաքրքրելը 5 րոպե տևեց։ Առաջի բանը որն էր։ Առաջի բանը ընդամենը երեխաներին հարց տվեցի եւ հարազատներին, երբ որ պատմում էին, հələ իրականում ձեզ ասեմ, բարերարի մասին, ասենց ինչ որ մի հատ առաջի օրը ասենց ուղղակի ասեցին անցան, որտեվ գիտենք, որ տենց ինչ որ գործ կա։ Ես հարց եմ տալիս, ասում եմ, որ ինքը գալիս էր ձեր տուն։ Այ նկարում էր, ինչ որ դե գիտենք, բարեգործություն անողներ նկարում են եւ այլն, հա, ասում են ոչ, շատ կասկածելի էր։ Ասում լավ։ Հետո փորձում եմ երեխան, որ ասում լավ, ինչն է ստիպել երեխային պատմել Դավիթի կողմից իր հետ արածը այս բարերարին։ Ինչ որ մի բան պիտի լինի, չէ՞ կապ։ Երեխան չէր կարողանում դրան պատասխանել։ Հենց հարց է իր տալիս իր մասին, ինքս էս միանգամից ցկվում էր ու արցունքները աչքերից գնում էր։ Հաջորդ օրը ասենց ընդամենը մի հատ 15 տեղեկատվություն էլ ձեռք բերենք այս մարդու մասին։ Նայ մենք բարերարը ունի շուրջ 10 դատական ակտ օրինական ուժի մեջ մտած դեռ քաղաքացիական գործերով, որտեղ անգամ 60,000 դրամ ինչ-որ հյուքոմի պարտք չի կարողանում տալ։ Այսինքն ինքը արդեն իսկ կասկածի տեղիք է, չէ՞ տալիս, ոնց կարա ինքը կատարի բարեգործություններ, եթե ինքը սկի չի կարողանում այդ գումարները տալ։ Հաջորդը փնտրում են քրեական գործերով։ Նայում եմ դատական ակտ։ Ճիշտ է 15 թվականի, բայց դատական ակտը վերաբերվում է 14 տարեկան համաձայն փաստական հանգամանքների սեռական հարաբերություն է ունեցել 14 տարեկան աղջկա հետ, անչափահասի հետ, ով 15 տարեկանում ծննդաբերել է։ Այսինքն բացահայտվել է, քանի որ բժշկական կենտրոնից հաղորդում է գնացել։ Ինչ պետք է արվեր, որպեսզի չգնար այս ոնց որ հիմա այս մեղադրանքն է, վերել ներկայացնել, որ ամուսնության նպատակով է եւ նաեւ ամուսնանալ, հա։ Այստեղ սա չի կարևորը։ Կարևորն այն է, որ այս անձը անչափահասի նկատմամբ ունի այդ հակումը։ 15 թվականին դատարանը պատիժ է սահմանել եւ պայմանականորեն չի կիրառել։ Դրանից հետո այն գոնե թե մեր ունեցած տվյալները, որտեվ այդ օրը ինչ որ քննչական բաժնի մոտ ինքը ինչ որ մեկին զանգում է, այնտեղ ասում են, այ տեսեք, ինքը բայո բարերար է, մեր տուն էլ է գալիս բան, ես հույսով եմ, որ ի վերջո քննությունը մատել կհանի էլ այդ անձանց ցուցակը, այն ընտանիքները, որտեղ ինքը ճակերտավոր բարերություն է արել եւ այդ ընտանիքներում արդյոք կան խոցելի անչափահասներ։ Իսկ ես ունեմ տվյալներ, որ կան։ Իսկ ինչ բարերարություն է արել։ Տեխնիկա է գնել, ուտելիք, մակարոն գրենական պիտույկ։ Մակարոն եւ գրենական պիտույկ, այսինքն իր նպատակը ինչ է եղել՝ մտնել այդ տուն։
Իսկ հիմա ինչ փուլում է նախաքննությունը։ Հիմա գործը 3 իմացանք, որ ի վերջո գործը տեղափոխվել է Երևան, հատկապես կարևոր գործերի քննության վարչություն քննչական կոմիտեի, 3 եմ այդ տվյալը ես ստացել, հիմա գտնվում է նախաքննության փուլում։ Հույսով եմ, որ այն ջանասիրությունը եւ այն առաջնային գործողությունները, որոնք որ չեն կատարվել, կփորձենք հիմա գոնե թե, որովհետեւ մենք ունենք անվստահություն, դե պարզա հիմնավոր էր մեր անվստահությունը արդեն Արարատի քննչականի հետ, որտեվ երբ որ ասում էին այ բերեք, ոչին ասում բերեք հարցաքննության, այդ ուղղակի չգիտեմ ինչ է լինում, հա, մենք առաջին օրը հենց ամսի 3-ին, երբ որ լսել ենք այդ ընտանիքին եւ երեխաներին, մենք ընդհանուր մի ժամ հետո գլխավոր դատախազին գրավոր դիմել ենք, խնդրել ենք գործը Արարատի քննչականից տեղափոխել այլտեղ։ Մենք եւ նշել ենք, որ միայն այդ պայմաններում մենք կներկայացնենք լրացուցիչ մեր ձեռքի տակ ունեցող տվյալները։ Ի վերջո ով է մեղավոր։ Ընտանիքը թե հասարակության անուշադրությունը։ Հասարակության, նայեք, հասարակություն ես ոչ թե հիմա կասեմ այն հարևանը կամ այն մյուսը, պետությունը դրա համար ունի հատուկ մարմին։ Ճիշտ է, դա իրավապահ մարմիններն են։ Պետությունը դրա համար ունի հատուկ օրինակ, հա, քաղաքապետարանի խնամակալության հոգաբարձության մարմին։ Եվ ի վերջո պետության հովանու տակ է ընտանիքը, ճիշտ է։ Այ իրենց գործողությունների արդյունքն է սա։ Եթե փետրվար ամսին, հիմա ես ուզում եմ, այ բերենք մի հատ տարանջատենք, էլի կատարողները, կոնկրետ մանկապիղծները, որը որևէ ձևով արդարացված չի, եւ իրենք պատիժը իրենց ստանալու են։ Պետք է ստանան։ Եվ մի հատ բերենք այդ պատկան մարմիններին։ Իսկ ինչով են իրենցից տարբերվում։ Չէ՞ որ իրանց անգործությունը հանգեցրեց փետրվարի 12-ից հետո յուրաքանչյուր անգամ տեղի ունեցածին։ Հավասար են, հասկանում եք, իմ համար իրենք բոլորը հավասար գծի վրա են։ Այն քննիչով իր սենյակում ուղակի նստած ա եղել որոշել է, որ չէ, սա առաջնային գործ չի, սպասի այն մեկը անեմ։ Այն ոստիկանը, թաղայինը, հասկանում եք, իրենք բոլորը իմ համար նույն գծի վրա են։ Այ իրենց անգործությունը, անպատասխանատվությունը հանգեցրել է այս ամենին։ Ինչպիսի պաշտպանական մեխանիզմներ են նախատեսված տուժած անչափահասների իրավունքների պաշտպանության համար եւ եթե ապացուցվի գործը ինչ է սպասվում հանցագործներին։ Հանցագործներին բնականաբար 5-10 տարի ազատազրկում է սպասում, այնտեղ այն մեկինը 2 դրվագով է։ Ես չգիտեմ դեռ ինչ կպարզվի, իրականում անկեղծ եմ ասում, ինձ թվում է այս գործով դեռ շատ բան է պարզվելու։ Ես դուք պատկերացնում եք, մենք այդ ամեն ինչը ընդամենը ես ու Վարդուհին Էլբակյան 3 օրում սենց ինչ-որ վերհանեցինք։ Դե պատկերացրեք, եթե դու ունենաս այդ ամեն ինչ համար լայն գործիքակազմ, ինչեր էլ եկես դուրս կգա։ Ազատազրկման ձևով պատիժ է բնականաբար սպասվում պաշտպանության միջոցի հետ կապված։ Պաշտպանության միջոց հիմա, գիտեք, այս պահին այնքան առարկայազուրկ բան է դառնում այդ պաշտպանության միջոցը, դրան էլ ես կուզեի անդրադառնալ, քննչական կոմիտեի նախագահն ինձ ասեցին, որ ազգային ժողովի ամբիոնից ասել է, որ այո, պաշտպանության միջոց է կիրառված երեխաների նկատմամբ եւ այլն, անցնում է այդ ելույթից մի քանի օր, այսինքն այդ պաշտպանության միջոցը չկար, եւ այդ պաշտպանության միջոցը իդեպ պետք է լիներ այն ամենասկզբից, երբ որ հաղորդումը ներկայացվեց, տեսան, որ տուժողը անչափահաս է։ Մայիսի 8-ին նոր քննիչը որոշում է կայացնում պաշտպանության միջոց կիրառելու մասին։ Պաշտպանության տակ է վերցնում անչափահաս տուժողին նրա առանձնատունը եւ գույքը։ Անկեղծ եմ ասում, ես այդ որոշումը, որ ծանոթանում էի այդ որոշմանը, հա, այնտեղ նաև էլի կետեր կա, որ պետք է տեղաշարժը եւ այլն, հա, հսկվի, երբ որ ինձ հետ կապնվեց ոստիկանը եւ ասեց, այ ուր են իրենք, ես պետք է գնամ պաշտպանության միջոցից, առաջի բան ասի, ոնց դուք իրոք պատրաստվում եք գնաք այդ երեխաների տան, այսինքն լրացուցիչ եւս մեկ անծանոթ տղամարդ հայտնվի իրանց տանը, նորից այդ երեխեքին ստրեսի ենթարկեք, ասում, ինչի համար ասում, դե պաշտպանության միջոցը, ասում կներեք, իսկ մի քիչ շատ չի ուշացած ձեր պաշտպանության միջոցը։ Երբ որ արդեն որ անձին կալանավորված են, հաղորդումից էլ անցել է, էլ հաշվեք պետք է մարտ, ապրիլ, մայիսն ենք արդեն։ Իսկ երեխաները դպրոց գնում են, թե տանն են հիմա լինում։ նոր սկսել են գնալ։ Այժմ անցնենք Սուրբ Հանա եկեղեցում տեղի ունեցածի մասին խոսենք։ Նախ ինչպես է Դավիթի առողջական վիճակը։
Համատաբար արդեն լավ է հաշվի առնելով, որ ծնողի հենց անմիջական խնամքի ներքո է, որտեվ մենք գիտեք, ստիպված եղանք Դավիթի առողջական վիճակից եւ որոշակի հիվանդությունների մասին բարձրաձայնել, ստիպված եղանք, ելի եմ ասում, մեր համար դա այն ծայրահեղ միջոցներ, որը չէինք ուզենա մենք դիմեինք դրան, բայց ստիպված եղանք դիմելու։ Այս բան քանի որ նաեւ մայրը հենց անմիջական իր խնամքի ներքո է, կամաց փորձում ենք հետ գալ։ Վերջերս Դավիթ Մինասյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց, որն էր պատճառը երբենական։ Քանի որ առաջին դատական նիստը շատ կարճ ժամանակ էր անցել իր ոնց որ ազատության մեջ գտնվելուց հետո, այդ ընթացքում դեռ ինքը ի վիճակի չէր։ Այդ որոշակի առողջական խնդիրներ եղան, նաև կային լարվածությունը եւ այլն, դրա համար հետաձգվեց դատական նիստը։ Առաջի դատական նիստը հաջորդը նշանակված է հունիս ամսին։ Բնականաբար մենք արդեն մտնում ենք դատական քննության փուլ, հրապարակային փուլ, որտեղ այն որ ասում դետալային յուրաքանչյուր ապացույց կքննարկվի եւ հանրությունն էլ կտեսնի, որ այստեղ որևէ քրեական արարք չկա, ու այնքան հետաքրքիր է դեպ ասեմ էլի ես որ այս ոնց որ թե վերջի 2 ամսում սենց այս երկու զարհուրելի դեպքերի հետ առնչվեցի, որ ասում եմ իմ եւ Վարդու կյանքում երևի սրանք այդ հետքը չգիտեմ ոնց մենք կվերացնենք, որտեղ իրոք հետք թողեցին եւ դեռ շարունակում են թողել, երբ որ ես համեմատական եմ անցկացնում Դավիթի այդ տեղի ունեցածով եւ այս դեպքով ու պետության դիրքորոշումը, պետության վարքագիծը, պետության կողմից ծախսված ռեսուրսը։ Սրանք ուղղակի ես չգիտեմ ծայրահեղությունից ծայրահեղությունա։ Այսինքն մենք Դավիթով մենք ունեցանք մի դեպք, նայեք, էլի հանրության արչև, ինչի հանրության արչև, որովհետև այդ դեպք կոչվածը, ենթադրյալ դեպք կոչվածը սկզբի պահից մինչև վերջ տեսաձայնագրություններով հրապարակային տեղադրվեց։ Այսինքն չկար մի բան, որը որ հանրությունը չէր տեսել։ Ինչ էր Ծաղկազարդի տոն, հավատացյալ ժողովուրդ եկեղեցում, հավատացյալ երկու դպրոցական եղբայրներ, զույգ եղբայրներ, ովքեր մասնակցում էին Ծաղկազարդի արարողությանը եւ պատարագին։ Սուրբ Աննա եկեղեցին, գիտեք, փոքրիկ իր ներսը ամեն դեպքում փոքրիկ է, խիտ բազմություն, աղոթող բազմություն, աղոթ քանող հավատացյալներ։ Եվ ունենք գործադիր մարմնի ղեկավար, ով ինչ որ այդ պահին որոշում է, որ պետք է ինքն էլ գա Սուրբ Աննա։ Ուշադրություն դարձնենք, որ թեպետ Դավիթի մեղադրանքը այնտեղ մի հատով անցնում է, որ պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանն է միջամտել բռնության կիրառմամբ, երկրորդ մեղադրանքը վերաբերվում է խուլիգանությունը, որ ինչ որ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել ու ավելի զավեշտալին եղբոր մեղադրանքն է, եղբայրն էլի իբրև օժանդակել է ինչին, ասում է, երբ որ Դավիթը ուզում էր խուլիգանություն աներ, Միքայելը այդ վճռականությունը ամրապնդեց իր մեջ։ Ես չգիտեմ, ես ճիշտ ասած հանցակազմի ինչ բան է, գործողություն մենք չունենք, ասում է, նա որ ասում է խուլիգանությունը որոշեց աներ, Միքայելն էլ ամրապնդեց վճռականությունը այդ կերպ օժանդակելով։ Մի խոսքով։ Եվ ունենք Գևորգ Գևորգյան, ով իբրև հանդիսանում է այս ամեն ինչի կազմակերպիչ է մի մարդ, ում ես տղաները չեն էլ ճանաչում։ Առաջի անգամ քննչականում ասել են, ինքն է Գևորգ Գևորգյանը։ Մի խոսքով, գործադիր մարմնի ղեկավարը որոշում է, որ ինքը պետքա գա արարողակարգի կեսից ուշադրություն դարձնենք, երբ որ արդեն սկսվել է պատարագը, եւ որոշում է, որ ինքը ուզում է մոտենալ պարտադիր խորանի մոտ։ Ինչ է անում, բնականաբար ինքը չէր կարող մոտենալ խորանի մոտ առանց մարդկանց նեղություն տալու, առանց հրմշտելու, առանց խոչընդոտելու իրենց, այսպես ինչ որ խանգարելու եւ այլն։ Հասնում է խորան։ Դրանից հետո պատարագը շարունակվում է, արդեն մարդիկ ամեն մեկը իր ձեռքին պատարագագիրքը, իսկ եթե նկատում եք հենց այդ բուն այդ պահին եւ Միքայելը եւ Դավիթը պատարագագիրքը ձեռքները աղոթք են անում։ Հա, ուստեղ նաեւ հիշեցնեմ, որ այդ պահին, որ ինքը գնում է խորան, երբ որ անվտանգության աշխատակիցները բազմությանը ասենց ինչ-որ բաժանում են, որ արանք միջանց կբացեն, երկու եղբայրները առանձնանում են իրարից։ Դավիթը հայտնվում է աջ հատվածում, որտեղով անցնում է գործադիր մարմնի ղեկավարը հենց ուղիղ իր մոտով։ Եթե Դավիթը ցանկանար նպատակ ունենար որևիցե մեկի նկատմամբ բռնություն գործադրել, ինքը դրա հնարավորությունը ուներ։ Այսինքն բացարձակ նման նպատակ չի եղել։ Անձը գնացել է խորանի մոտ,
Հետո ինչ որ մի պահի, երբ որ արդեն մարդիկ պատարակագրքերը ձեռքին, հա, այդ աղոթքն են անում եւ հենց այդ պահն է, որ իրենք ուղիղ հաղորդակցման մեջ են գտնվել, որոշել է, որ պետք է պատարակի կեսից դուրս գա։ Եվ այդ դուրս գալը էլի տենց ուղակի չի եղել հանգիստ դուրս գալը, այդ դուրս գալու համար անվտանգության աշխատողներով, թիկնապահներով փորձարվել միջանցք բացել, մարդկանց հրմշտել, հրել, որ չէ ճանապարհ տվեք եւ այլն, ու դե նկատում եք, այնտեղ ոչ միայն Դավիթը կամ Միքայելը, այնտեղ մարդիկ հավատացյալ մարդիկ կանգնած ասում են՝ մի արեք, մի խանգարեք, մի արեք, սա ուղիղ իրանց դեմ է ուղղված եղել, հա, սա դրանք է սա եղել։ Եվ ունենք այդ պահը, երբ որ Դավիթին սենց հրում են, հրմշտում են մի քանի հոգով, եւ Դավիթի ձեռքը օդի մեջ գործադիր մարմնի ղեկավարը, որը որ այդ մասը անցնում է, Դավիթը ինչ որ մեկին ուղղված արտահայտություն ունի, որ ասում է ինձ տենց չնայես, հեռանում է գործադիր մարմնի ղեկավարը եւ թիկնապահի ուղիղ հարվածը բռունցքով կանգնած Դավիթ Մինասյանին, ոչինչ չանող Դավիթ Մինասյանին, այսինքն երբ օրինակ իրենց մասը, հա, ասենց որ փորձում են արդարացնել, բա թիկնապահն է, բա պետք է ինչ որ մի բան աներ, իրեն պաշտպաներ, հա, ինչ որ ասենց կներեք, ինչից պաշտպաներ, երբ որ տվյալ պահին որևէ վտանգ չի եղել, որևէ վտանգի ենթադրել հիմնավոր կասկած չի եղել, անձը ուղղակի կանգնած է, որևէ գործողություն չի կատարում։ Մոտենում է, հարվածում է, ուղիղ բռունցքով հարված, որից ընկնում է, ստանում է մարմնական վնասվածք։ Ուրեմն, այսինքն մենք այդ միջադեպում ունենք երկու իրավիճակ։ Մի դեպք, որտեղ ուղղակի անձի ձեռք է օդի մեջ, անկանոն շարժում եւ ուղիղ հարված։ Այս պարագայում հեռանում են, անցնում գնում են։ Հիմա այս պարագայում մենք ինչ ունենք։ Մենք ունենք թիկնապահի գործողությունների 0 գնահատական եւ ունենք Դավիթ Մինասյանի գործողություններին, որոնք որ իրենց մեջ քրեական արարք չեն պարունակում, բայց այնուամենայնիվ ունենք երկու մեղադրանքներ, որոնցով մեկով ասում են, որ խուլիգանություն է կատարել, մյուսով ասում են, որ պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը միջամտել է բռնության կիրառմամբ։ Հիմա անդրադառնանք նրա նախ առաջինը, ուր է այդ բռնությունը, որ մեղադրանքի որոշման մեջ իդեպ նշեմ, ուղիղ նշված է, որ Դավիթը իբրև հարվածել է։ Ոստեղ հարց, ում է հարվածել։ Ուր է այդ անձը։ Եթե ինչ-որ մեկին հարվածել է, այսինքն վնաս է չէ պատճառել, այդ անձը պետք է լիներ տուժող։ Նշեմ, որ Դավիթ Մինասյանի գործով մենք տուժող չունենք։ Մենք ունենք տեսագրություն, բոլորն են տեսել այդ տեսագրությունը, ու որ ինձ մեկը կարողանա ցույց տա այդ տեսագրության մեջ հարված, ես կասեմ լավ 1000 անգամ կներեք, միգուցե ես ուշադիր չեմ եղել։ Ակնհայտ երևում է, որ հարված չկա, ինչի հակառակը ունենք մյուս դեպքում։ Դրան ինչ է հաջորդում։ Դրան հաջորդում է ոստիկանության ոչ իրավաչափ եղբայրներին վերման ենթարկելու գործողությունը։ Դե նկատել եք այն ոտքերից բան քաշքշելով, ինչ որ հենց պետը անձամբ եկել այդ գործողությունը ղեկավարում էր, բան sense բաժին վերման են ենթարկում եղբայրներին, հա, ու ավելին մեղադրանք եւ ամենախիստ խափանման միջոց։ Ինչ արեցին, դատարան ներկայացրեցին միջնորդություն կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջին ծանրության հանցագործությունով դպրոցական երեխայի նկատմամբ, երեխայի մասը, որովհետեւ դպրոցական է։ Դավիթը ընդամենը 3 ամիս էր, որ լրացել էր 18-ամյակ, 18 տարին, հա, առողջական ծանր խնդիրներով, որի վերաբերյալ բոլոր ապացույցները ներկայացվել են, իրավական քրեադատավարական տեսանկյունից որևէ սկզբունքից դուրս միջնորդություն, որը դատարանը բավարարեց ու բավարարեց ամենախիստ սահմանափակումներով։ Դատարանը բավարարեց հաղորդակցման տոտալ սահմանափակմամբ, անգամ մերձավոր ազգականների հետ Դավիթը իրավունք չուներ շփվելու։ Հետո ինչ արեցին։ Հետո հաջորդեց դրան, որ դատախազությունը ընդամենը 10-15 օր հետո իր իսկ որոշմամբ վերացրեց Դավիթի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։ Այսինքն իմ համար սա պետք է ուղղակի դատարաններին, ինչ ասեմ, ես կվիրավորվեի դատարանի փոխարեն։ Այսինքն բերում հրամցնում են մի բան, վերցնում են ամենախիստ խափանման միջոց, հետո իրենք իրենց ձեռքով վերացնում։ Իդեպ այս գործը հաճախ քննարկվում է, որ նաև քաղաքական ենթատեքստով է քննարկվում, որքանով է դատարանը նման գործերում կարողանում պահել բացառապես իրավական շրջանակը։
Իրավական շրջանակ այս գործով չկար։ Մենք իրավական շրջանակից այս գործից բավականին դուրս ենք եկել։ Քաղաքական տեսանկյունով ասեմ, եթե կհիշեք այս գործով ես ու Վարդին Էլբակյան, երբ որ պաշտպանությունը ստանձնում էինք, հետո նաև մեզ միացան Ռուբենը Մելիքյան, Արամը Վարդևանյան, Սերգեյ Հարությունյան, Արսենը Բաբայան, Հակոբը Քյուրեղյան, չեմ ուզում ինչ-որ մեկին մոռանամ հանկարծ տղաներին, մենք ասում ենք, այս գործում իրավաբանություն չկա։ Բացարձակապես չկա։ Մենք փորձում ենք, մենք ինքներս ասում ենք, ասենք լավ, մենք չենք ասում քաղաքականը։ Բայց վարույթն իրականացնող մարմինը ամեն ինչ անում էր, որ ապացուցել, որ այս գործը քաղաքական է։ Սկսեմ ամենապրիմիտիվ խափանման միջոցի կիրառումից։ Նախարարքի որակումը իր հերթին, որ որակվեց 452-ով որպես պաշտոնատար անձի նկատմամբ, չգիտեմ, էս կոմ են կոմ, հա, հետո եկան խափանման միջոցին։ Խափանման միջոցի հիմքերից մեկը, գիտեք ինչն էին գրել, իդեպ էսի շատ արատավոր պրակտիկա է դարել, հիմա մյուս գործերով եմ ես դա տեսնում, երբ որ հավաքների տեղից մարդկանց տանում են, ասում են բանը, ունի ընդդիմադիր հայացք։ Ասում ունի ընդդիմադիր հայացք, ուրեմն կկատարի նոր հանցանք։ Դուք պատկերացնեք այդ ինչ է նշանակում։ Այսինքն իրանց անպատասխանատու այս պատճառաբանությունները վաղը միսօր մեր պետության վրա շատ թանկ է նստելու։ Իրանք ասենց զորով բերում են, սարքում են մարդկանց, եթե դու չուզես էլ, իրենք քեզ դարձնում են քա բանտարկյալ։ Ընդդիմադիր հայացքը այսօր դարձել է հանցագործություն, հələ մի հատ նոր հանցանք կկատարես։ Դավիթը հիմա տնային կալանքի տակ է։ Չէ, Դավիթը հիմա բացակայելու արգելք խափանման միջոց է կիրառված, հենց միանգամից երբ որ վերացրել են խափանման միջոցը, բացակայելու արգելք է կիրառվել։ Նախաքննության փուլում Դավիթի եղբոր Միքայելի նկատմամբ ում մասով նախաքննությունը շարունակվում, որտեղ Դավիթի մասը անջատեցին ու ուղարկեցին դատարան, Միքայելի մասը եւ Գևորգ Գևորգյանի մասով դեռ նախաքննություն է իրականացվում։ Մի քիչ էլ այս նախաքննությունից հեսա նաեւ կուզեմ, հա, ինչ որ անդրադառնամ, նայեք, ասում են ես խեի ասում համադրենք այս երկու գործերը, հա։ Ասում են Դավիթը գործել է պետության դեմ։ Ես մի քանի անգամ sense ինչ որ իշխանության ներկայացուցիչների կողմից sense արտահայտություններ լսեցի պետության դեմ։ Ու շատ երկար մտածել եմ, լավ, ինչ է կարան իրանք օրինակ իրանց համար sense մտածեմ պետության դեմ ասվածը որն է։ Պետության դեմ գործել հիմա վերի դեպքն է, որ այո պետության դեմ գործեցին։ Իրավապահ մարմինները գործեցին պետության դեմ, պետության հոգացության տակ գործող գտնվող ընտանիքի նկատմամբ դրսևորելով այսպես վարքագիծ։ Նիկոլ Փաշինյանը այդ օրը Սուրբ Աննա եկեղեցում որպես պաշտոնատար անձ չի եղել, քաղաքական գործունեության մեջ չի եղել։ Իսկ եթե եղել է, թող կանգնեին ասեին Քարոզ Արշավերանում Սուրբ Աննայում։ Եթե լիներ քաղաքական գործունեության մեջ պատկերացնեք, չէ, պաշտոնատար անձ Սուրբ Աննա եկեղեցի, այսինքն սա պետք է լիներ նախապես հայտարարված այց, որը իրենից պահանջում է որոշակի այո, դա ուղիղ սահմանված է, այսինքն իր անվտանգության աշխատակիցները, որ պետք է որոշակի գործառույթ կար, որը պետք է իրականացնեին, չեն իրականացրել։ Այսինքն դրանով ընդունում է, որ ինքը այդ օրը Կիրակի օրով սովորական քաղաքացի է, ֆիզիկական անձ։ Փաշինյան Նիկոլը։ Ինքը պաշտոնատար անձ չի։ Էս մասով։ Այս գործով նախաքննությունը, որ ասում եք քաղաքական էր, թե քաղաքական չէր, բա իհարկե քաղաքական էր։ Ուղղակի 15 օրում անել նախաքննություն եւ չունենալ գոնե գեթ 1 տվյալ, որ անձը հասարակական կարգ է խախտել, որ անձը ինչ որ մեկին հարվածել է ու գործը շուտ ուղարկել դատարան, անգամ տուժողել չճանաչել եւ չհարցակննել, հենց ուղիղ դրա մասին է վկայում։ Ունենալ տվյալ, որ անձը տառապում է ծանր հիվանդությամբ եւ սրան գնահատական չտալ եւ միջոցներ չձեռնարկել, ուղիղ դրա մասին է վկայում։ Պատկերացնեք Դավիթի գործով, Դավիթին տեղափոխում են հիվանդանոց, Դավիթը 18 տարեկան դպրոցականը, ել եմ ասում, ֆենոմենալ գիտելիքների տեր։ Չեք պատկերացնի, այնքան լուսավոր տղա է, այնքան լուսավոր տղա է։ Դավիթին 3 տարբեր քրեակատարողական հիմնարկներ մի շաբաթում հասցրեցին պատտացնել։ Դավիթի համար քրեակատարողական հիմնարկը կավլիցի որևէ բան չենք ասում, ոչ մեկ ապահովագրված չի, գիտեք դրանից ոչ մեկ։ Դավիթի համար բայց դա լրիվ այլ մոլորակ էր։ Հայտնվել այդտեղ այդ առողջական վիճակով։ Ուրբաթ օրեր, երբ որ Դավիթին արդեն տեղափոխում են, որ գիտակցության կորուստ ունեցավ Աբովյան քրեակատարողական հիմնարկում տեղափոխում էին հիվանդանոց, ուրեմն ես ասում եմ, որ Դավիթի մոտ այ եղունգները կապտել է բան, դա ուրբաթ առավոտ է։ Դուք պատկերացնեք չորեքշաբթի երեկոյան
քնչական եկել է հիվանդանոց եւ մարմնի քննում անում Դավիթի մոտ ուզում է հայտնաբերի եղունգների կապտած լինել։ Այն պայմանները, երբ որ ուրբաթ օրը Դավիթը ուրեմն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել, դուրս է գրվել երկուշաբթի առավոտ, թթվածին է ստացել եւ այլն եւ այլն։ Այս ես չգիտեմ Դավիթի հետ այս ինչ որ Դավիթի գործով էին անում, եթե ողբալի չներ կարելի էր ծիծաղել, եթե այս կարգի ողբերգական չներ կարելի էր ծիծաղել։ Նույնն էլ էս վեդին։ Ինչ սպասելիքներ ունեք սպասվող դատական քննությունից։ Իրականում սպասելիքները շատ է։ Ես հույսով եմ, անկեղծ եմ ասում, հույսով եմ, ես սպասում եի, որ թող գա հասնի դատաքննության փուլ, թող հրապարակային դատաքննություն լինի, թող բոլորը տեսնեն, մենք ի վերջո գանք իրավական դաշտ, որովհետև նախաքննության ողջ փուլում մենք իրավական դաշտում չենք եղել։ Բացարձակապես իրավունքի մասին եւ իրավունքից բխող որևէ բան չի եղել նախաքննության փուլում։ Ես ուղղակի հույսով եմ, որ մենք դատաքննության փուլում արդարադատությունը ավելի sense օբյեկտիվ կլինի, անաչառ կլինի, անկողմնակալ կլինի։ Ես հույսով եմ։ Մենք էլ ամեն ինչ կանենք, որ այդ հանրությանը ցույց տանք, որ ինչ որ մենք խոսում էինք, դա ուղղակի չէր։ Թեպետ ասում եմ, հենց առաջի օրվանից པարզ էր, որտեղ ոչինչ, այնքան པարզ էր, սկար տեսաձայնագրություն, որ ընդհանրապես պետք էր գնահատել։ Նույնն էլ, այ հիմա ասում եմ, հələ մի հատ նայենք այս ռեսուրսը, որ ծախսեցին Դավիթի գործով, ասենց ինչ որ շտապ, տանեք, փռեք, ասֆալտին, տարեք, ձերբակալեք, փակեք, գործողություններ, ինչ որ, հա, եւ վեդու գործը, որ ոչինչ չեն անում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, ես շնորհակալ Սվետլանա ջան։ Հիշեցնեմ, որ ես զրուցում էի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի հետ։